Քո անունը նաև կապում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հոգեբարձությունների խորհրդի անդամ որպես։ Հեղափոխությունը մի քիչ հույս տվեց, գին ես, տղամարդ ես, տրանս ես, քվիր ես, կապ չունի։ Երկիր քանդող, սրբապղծություն ես անում։ Շատ անգամ ասում են, որ քանդում ես, դարձա ասկի տշնամի։ Նախ գենդեր բառը դարձավ մի հատ այլանդակ բառ։ Ուր մնաց տղամարդկանց իրավունքների մասին խոսելը։ Պատրիարխատը մեր վրա բարդացնում է, որ ես եմ որոշում, որ քո մարմինը ոնց պիտի լինի։ Կա երկուսը։ Գինը էս մի տիպի պիտի լինի, տղամարդը մի տիպի։ Վայ երեխաներին չասենք դրա մասին։ Վայ երեխաները վաղուց արդեն իրենց սոցիալական մեդիաներում այնքան բաներ են տեսնում։ 3, 2, 1 Ողջույն սիրելի դիտողներ, այսօրվա իմ հյուրն է կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Լարա Ահարոնյանը։ Ողջույն Լարա ջան, շնորհակալություն շատ իմ հրավերը ընդունելու համար։ Ես շատ ուրախ եմ քեզ տեսնելու համար այստեղ։ Մերսի Լիլիթ, ես էլ նույնպես շատ ուրախ եմ լինելու այստեղ։ Լարա ջան, կխնդրեմ մի քիչ պատմես, ինչպես սկսեցիր քո ակտիվիզմը։ Չեմ հիշում երբ եմ սկսել, բայց շատ վաղուց կարծեմ։ Երևի ծնվել եմ ակտիվիստ, որտեվ ամեն ինչից շատ էի սենց ուշադիր նայում ու շատ սենց փնտրում էի, սենց արդարության բան կար իմ մեջը, որ դե էս արդար չի, էս արդարա, անընդհատ վիճում էի ծնողքիս հետ մանր-մունր բաներից։ Ու ինձ թվում է հետո դպրոցում, որ տարբեր քիրքեր էի կարդում, լիքը դա ինձ օգնեց, որ շատ բաներ հասկանամ, նույնիսկ երբ որ լիբանանում էի, մանավանդ պատերազմի ժամանակ, շատ էի մտածում, տեսնես արդյոք ինչպես կլինի կյանքը, երբ որ պատերազմ չի լինում, ու ինչու որոշ տեղեր պատերազմ կա, ուրիշ տեղեր չկա, ինչ է պատճառը, մարդիկ ոնց են ապրում տարբեր տեղերում։ Անիրավության այդ զգացումը կար մեջս, մանավանդ մեծանալով, ես 3 տարեկան եմ, երբ որ պատերազմը սկսեց Լիբանանում ու շատ բաներից մենք զրկվեցինք փոքր ժամանակ։ Ու դա մեր մեջ արտնացնեց այդ հետաքրքրությունը, այդ կարևորությունը, որ բայկարել, որ լավ լինի բոլորի համար կյանքը, մեզ համար եւ մեր շրջապատի համար։ Նաեւ կխնդրեմ մի քիչ պատմես կանանց ռեսուրսային կենտրոնի մասին։ Ինչ գործունեություն եք ծավալում, ովքեր կարող են ձեզ դիմել։ Կանանց ռեսուրսային կենտրոնը նախ սկսեցինք շատ շուտ, երբ որ ես էլ ուսանող էի ու շատ բաներ ինձ մտածել էր տալիս եւ շատ բաներից չղայնանում էի։ Ու շատերը իմ նման չղայնանում էին իմ շուրջս։ Այն ժամանակ ես նոր էի փոխադրվել Հայաստան Կանադայից եւ շատ էի ուզում ապրեի Հայաստանի մեջ այդ երկրում, ուր որ մարդիկ լավ են ապրում ու բոլորի համար լավ լինի։ Մի քանի ընկերուներով մտածեցինք լավ, մենք որպես գին աղջիկ ապրելով այս Հայաստանի 2000-ների սկիզբները ինչ են այդ բաները, որ մեզ խանգարում են, որ մենք լիարժեք կյանք ունենանք։ Ու սկսեցինք այդ խոսակցությունների մեջ է, որ ասենք կանանց կազմակերպության խաղապարը ծագեց։ Սկիզբը համալսարանում էինք, մտադրություն չկար, որ կազմակերպություն հիմնենք, ուղղակի հավաքվում էինք իրար հետ մեզ տարած կերպետ կաբահով, որբեսի այդ սկայուն թեմաներից խոսեինք, որ տանը չէինք կարող խոսենք կամ մեր հասարակության մեջ այնքան թույլ դրված չէր խոսել։ Տարբեր բաների մասին, իրավունքների, կարծրատիպերի, ավանդույթների մասին, սերականության մասին։ Դա որ թվականն էր։ Դա 2003-ի ամառն էր, եւ որ նոր եկա ու Գոհարին ճանաչեցի այդ ժամանակ, նախորոք խոսում էինք իրար հետ մեյլով, բայց տենց պատահական իրար հետ հանդիպեցինք, այսպես ասած, ու շատ արագ սկացինք, որ նույն բաներից ենք շատ անգամ փողոքում, ինքը լինելով Հայաստանից, ես Սփյուռքից, շատ բաներ նաև մեզ միացնում էր։ Շատ բաներ կար, շատ տարբեր էր իրարից, բայց նաև բաներ կար, որ որպես կին լինել այս հասարակության մեջ շատ էր խանգարում մեզ։ Ու այդիան այդպես ծագեց ու մեր շուրջ շատ ուրիշ գամավորներ հավաքվեցին ու այսպես կանանց ռեսուրսային կենտրոնը այդ առաջին ապահով տարածք դրամատրող կազմակերպություններից եղավ կանանց եւ ոչ միայն որ ուզում էին արդարության համար պայքարեին, սոցիալական արդարության, ուզում էին իրավունքների մասին խոսային ու այդպես կամաց զարգացավ եւ եղավ այսօր կանանց ռեսուրսային կենտրոնը տարբեր իրադրագրերով, աջակցություններով, թե իրավաբանական, թե հոգեբանական եւ նաեւ շատ մը ադվոկացիայի քայլերով, որ ընդհանուր համագարկային բաներ փոխել հասարակության մեջ։ Քանի տարեկան է
կանանց ռեսուրսային կենտրոնը։ Արդեն երևի 22 պիտի դառնա ու ահագին ճանապարհ անցել եւ հույսով եմ կշարունակե, որովհետեւ լիքը բաներ կա այս հասարակության մեջ, որ փոխվելու կարիքը կա եւ ապահով տարածքը հիմա գնալով շատ ավելի կարեւոր է շատերիս համար ոչ միայն կանանց, նաև բոլոր մարդկանց, queer եւ trans կանանց եւ բոլոր այդ մարդիկ, որ իրենց տեղը չեն գտնում այս հասարակության մեջ կամ անդեսված են կամ պետությունը իրենց չի ուզում տեսնի ուղակի։ Արցախում նույնպես կար կանանց ռեսուրսային կենտրոնի մասնաճյուղը ու ցավոք սրտի ինչ տեղի ունեցավ պատերազմից հետո։ Ես առաջի անգամ ճիշտ ասած, երբ որ Հայաստան եկա, գամավոր էի 2003-ից առաջ 99 թիվն էր ու գամավոր եկա երկիր մշակույթի հետ ու գնացի միանգամից Արցախ, Քարինդակ գյուղը եւ 1.5 ամիս անցկացրել եմ այնտեղ ուրիշ գամավորների հետ ու նպատակն էր երկիր մշակույթի, որ նախ կապը վերաստեղծել հողի հետ եւ նաեւ մշակույթի հետ եւ նաեւ օգնել այդ քյուրացիներին, որ վերականգնեցնեն իրենց քյուրի միակ եկեղեցին։ Ու այդպես իմ կապս շատ սկիզբից եղավ Արցախի հետ։ 2001-ին նորից եկա, այս անգամ Շուշի մնացի հիվանդանոցի վերանորոգման մասնակցում էի, միակ հիվանդանոցը գար այդ տարածաշրջանում ու շատ ահավոր վիճակում էր, օգնում էինք հող դանել, հող բերել, բատ ներգել եւ այլն, բայց շատ կարեւոր գործ էր դա։ Ու երեկոները գնում էի մարդկանց տունը, զրուցում էի իրանց հետ, սուրճ էի խմում, կանանց հետ էի խոսում, փորձում էի հասկանալ իրավիճակը, ինչ խնդիրներ կան։ Ու այսպես իմ առաջի մոդիկ ընկերներս նաև Արցախում եղան, ինչպես նաև Գայանեն։ Ու երբ որ կանանց ռեսուրսային կենտրոնը սկսանք, ես չէի դարանչատում, ինձ համար Արցախում լինելը կարևոր էր այն ժամանակ։ Ամիսը մեկ գնում էինք, որտեղ այնտեղ կանայք շատ ավելի նաև վատ վիճակներում էին ապրում, պատերազմից հետո լիքը բաներ կար, որ առաջի պատերազմից, որ չեր լուծված ու այդպես կամած այնտեղ էլ ընկերությունը սկսվեց, որտեվ ինձ համար այս բայկարը նաև ընկերության վրա է, ընկերություններ կազմել է եւ իրար փոխօգնել է։ Ու այսպես մենք որոշեցինք նաև մի հատ մասնաճյուղ այնտեղ։ Սկիզբները իհարկե գամավոր էինք բոլորս գնում։ Ամիսը մեկ կանանց ռեսուրսային կենտրոնից Երևանից գնում էին մի խումբ այնտեղ օգնել, սկսել այդ ամեն ինչը ու այսպես կամած գազմավորվեց ու հետո բոլորովին անկախացավ կանանց կենտրոնը այնտեղի։ Լարա ջան, ինչ է ֆեմինիզմը եւ ովքեր են ֆեմինիստները։ Ֆեմինիզմը իմ համար բայկարել այդ համագարքի թեմ հայրիշխանական, որ թույլ չի տալիս, որ բոլորը հավասարորեն կարողանան ապրել լիարժեք կյանք, արժանապատիվ կյանք։ Այդ համագարքային ճնշվածության թեմ բայկար տանելն է, որ շատ տարբեր խումբերի եւ մարդկանց է գտնում։ Այդ սոցիալական արդարության նաեւ շարժումն է, որ գաբում է շարժումները իրար հետ, բոլոր այն շարժումները, որ բայկարում են այդ համագարքային ճնշվածության վրա, թեմ անհավասարության, հայրիշխանական արժեքների թեմ։ Մեզ ֆեմինիստներից ասում են, որ դուք երկիրը քանդում եք, քեզ են ասում, որ երկիր քանդող, սրբապղտություն ես անում, ընտանիքներ ես քանդում եւ այլն։ Ինչպես ես արձագանքում սրանց։ Դե առաջ ավելի իմ վրա աստում էր, որովհետեւ երբ որ երիտասարդ էի, դու մտածում ես լավ բան ես անում, որտեւ ուզում ես մարդկանց օգնես, կանանց օգնես, որ ուզում ես քեզ օգնես եւ քո նմաններին, որ իրոք լիարժեք կյանք ապրեն ու չես տեսնում, որ այնտեղ կարող է մեկին դուրը չկա այդ ամեն ինչը, բայց հետո հասկանում ես, որ այստեղ ուժի հարցը կա եւ որ դու բայկարում ես, որ հավասարություն լինի, շատ մարդիկ, որ պրիվիլեգիաներ ունեն, իրենք տեսնում են, որ վայ, իրենց հաշվին չի գալիս այս ամեն ինչը, որովհետեւ պատրիարխալ համագարքի մեջ շատերին դուրը գալիս է, որ գինը հնազանդ լինի, ամեն ինչ անի առանց ցայն բարձրացնելու, իսկ երբ որ չանի, ստիպեն իրեն անելու ու շատ մարդկանց նաև դրա համար այդ մարդկանց խանգարում է այդ ամեն ինչը եւ պատրիարխալ համագարքը ինքը աշխատող համագարք է ու ցևեր ունի, որ քեզ ճնշի, որ հանգարց դու չփորձես ոչ մի բան փոխես, որ եթե փորձեցիր փոխել, ոնց որ մի բան է կանտվում, որ տարիներ, թարերի ընթացքում շատ խորը մտել է բոլորի մեջ, նույնիսկ կանանց մեջ, որ այո, սենց պիտի լինի, չէ դարբերվել այս համագարքից, որովհետև այս համագարքը
պետք է այսպես շարունակվի։ Մեկը պետք է ծառայի, մյուսը պետք է ինքը ուժ ունենա եւ ինքը որոշում կայացնի միայն, ուրիշներին արի չտա այդ որոշումը կայացնի, ռեսուրսները ինքը պահի, ուրիշին չտա եւ այլն։ Իսկ իրենք քոհ էին այդ իրավիճակից, որ իրենց կանայք սուսուփուս ծեծ ուտեն ու ամեն ինչ անեն, կամ ասենք դունքան ու պատրաստ լինեն այդ չվճարովի խնամքը ամեն դրամատրեն առանց ոչ մի հարց տալու եւ շարունակեն այդպես ապրել։ Շատ անգամ ասում են, որ քանթում ես, որովհետև սկիզբը խոսացի ընտանեկան բռնության մասին, որ շատ թաբու էր հայերի մոտ եւ շատ մասկերի մոտ չեն ընդունում, որ այդ բաների մասին խոսվի ու դարձա ասկի տշնամի, այսպես ասած։ Ես գիտեմ ու նաև հետևում եմ, որ կանանց ռեսուրսային կենտրոնը ունենում է տարեկան զեկույցներ, համեմատական տանենք, հա, նախքան հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո։ Դե նախքան հեղափոխությունը, երբ որ ես նոր էի սկսել, ընդհանրապես թեմայից հանրայնորեն չէինք խոսում։ Հեղափոխությունից առաջ մենք շատ պայքարում էինք, որ տեսանելի լինեինք, բայց դժվար էր այդ ժամանակվա ռեժիմի հետ, ասենք, փոփոխություններ անել շատ մբաների, ավելի իրավապանական, ավելի քաղաքականության փոփոխություններ, այսինքն հասկանում էին ինչա կատարվում, բայց այդ գամքը չկար քաղաքական, որ մի բան փոխեին, որովհետև դե իրենք էլ մաս էին կազմում այդ փառքերից եւ այդ patriarchal այդ ամեն ինչից։ Հեղափոխությունը մի քիչ հույս տվեց սկիզբը, որ կարողանանք մի բան փոխել, որովհետև շատ հնչեցին այսպես ասած հանրային զեկույցներ, հանրային խոսքեր, որ հավասարությունը կարևոր է, մարդու իրավունքները կարևոր են։ Հետո ճիշտ հեղափոխությունից առաջ էր, որ արդեն օրենքը ընդունվել էր եւ հեղափոխությունից հետո մանավանդ սկիզբները ահագին աջակցություն եղավ, օրենքի նաեւ մեխանիզմներ մշակվեցին եւ այլն, հույսը կար սկիզբները։ Բայց իհարկե շատ բաներ կա դեռ փոխելու, որովհետև ընտանեկան բռնությունը մարդիկ շատ անգամ մտածում են նաև, որ մեկ տիպի կանայք ենթարկվում են, շատ բաներ հարմարեցված չեն, ասենք, բոլոր կանանց համար, ասենք, շելթերները այդքան շատը չեն, երկու հատ կա, որ աշխատում է, ավելի պետք է լինի, մարզերում ընդհանրապես վիճակը շատ վատ է, օրինակ դատական process-ներում լավ չէ վիճակը, դատախազության մեջ չկա այդ մոտեցումը եւ հասկացողությունը, որ երբ որ դատավարություն է գնում ընտանեկան բռնության, ինչ ցևով պետք է վարվել, ինչպես պետք է քննել այդ հարցերը նաեւ ճիշտ ցևով, այդ ամենը թեր ահագին գործ կա անելու։ Պետության եւ իշխանության եւ առհասարակ, հա, ներկայացուցիչները խոսում են գենդերային հավասարությունից, օրենքներ են բերում, առաջարկություններ են ներկայացնում, սակայն ինչպես երևում է, այդ մարդիկ շատ տեղեկացվածություն չունեն գենդերային հավասարության մասին, որովհետեւ դուրս են թողում տրանս անձանց, որպես մաս կազմող։ Ինչ կարծիք ունես սրա հետ կապված։ Նախ գենդեր բառը դարձավ մի հատ այլանդակ բառ, մարդիկ կարողացան մանիպուլացնել դա քաղաքական նպատակներով, ու այսպիսի շարժումը սկսվեց հակագենդերային, որ նաև տարբեր երկրներում էլ կա, ու շատ փող ադրված դրա մեջ ու դառնում են թիրախները այդ կազմակերպություններ եւ այդ անձիկ, որ գենդերային հիմնախնդիրներով են խոսում եւ պետությունը մի կերպ ուզեց ինքը մի քիչ հերացնել այդ ամեն ինչից, իր պատասխանատվությունը չվերցրեց, ինքը պատասխանատվություն ունի որպես պետություն, որ ոչ մեկին դուրս չթողնի, ոչ մեկին չանդեսի, որտեղ այս հասարակության մեջ տարբեր գենդերային ինքնություններով մարդիկ են ապրում, բոլորն էլ մաս են կազմում հասարակությանը, քաղաքացիներ են կամ չեն, կապ չունի, բայց կարևորը մաս են կազմում այս հանրությանը եւ պետությունը ունի այդ պարտավորությունը, որբեսի ապահովի բոլորին անվտանգությունը, բոլորին լիարժեք կյանքը եւ այդ դրա մեջ ինքը թեր չի կարողանում հաղթահարի այդ կոմպլեքսը եւ այդ վախերը, որ կարողանա շատ հանգիստ այս ամեն ինչի մասին խոսել, որտեղ այնտեղ բան չկա, ասենք, մտահոգիչ մարդիկ կան, ապրում են, դու պիտի տեսնես իրանց, պիտի ընդունես, պիտի նաեւ արժևորես, որովհետեւ տրանս մարդիկ եւ քույր համայնքը պետք չէ միայն քոյադեվի, պետք է լիարժեք ու արժանապատի, պետք է հանգիստ ապրի ուրիշների նման։ Ինչ կարծիք ունես
Թրամփի ընտրվելուց հետո հակագենդերային մեծ շարժումները սկսելուց հետո տեղափոխվեց միջև Թրամփը դա Ռուսաստանում էր, հետո Թրամփը, հետո Արգենտինա, մեր հարևան Վրաստան եւ այլն, հա։ Այս հակագենդերային շարժումները մեծ թափ են առնում։ Ինչ կարծիք ունես, խեն սա օգտագործում եւ խեն այս նարատիվները տանում առաջ։ Դե շատ վատ կարծիք ունեմ Թրամփի հետ կապված։ Մարդիկ շատ անգամ փորձում են ընտորինակել, մտածում են, որ հա ինքը քանի որ պրեզիդենտն է, ուրեմն ճիշտ բաներ է ասում։ Ու ցավոք սրտի ադելության խոսքը իր բաժարով ավելի անցյալ իր ընդրության արդեն շատացել էր ու հիմա մի հատ էլ ուրիշ թափ է հավաքում ու հասնում է մեզ ու բոլորիս ու դա շատ լավ տեղ չի տանում։ Ու ոչ մեկին, անկախ դրանից գին ես, տղամարդ ես, տրանս ես, քվիր ես, կապ չունի։ Ադելությունից բոլորն են դուժում եւ ոչ թե միայն ասենք կոնկրետ խումբեր։ Մարդիկ ուղղակի դա չեն տեսնում։ Մտածում են, որ դե լավ ինձ չի վերաբերվում, հա լավ է անում, ընտանիքների մասին է խոսում, ճիշտ ընտանիքը, ճիշտ տղամարդը, ճիշտ կինը, բայց իրենք չեն հասկանում, որ այդ ադելությունը նույն հիմք ունի։ Այսօր քեզ գադեն, որտեվ դու գին ես, վաղը գադեն, որտեվ տրանս ես, մյուս օրը գադեն քեզ, որտեվ աղքատ ես, մյուս օրը գադեն, որտեվ թուրքուս, չգիտեմ ես, քյուղացի ես, արցախցի ես, սփյուռքահայ ես, այսինքն այս ադելությունը հիմնված դարբերությունների վրա որ տնում ենք, ինքը բոլորին է գտնում։ Ու եթե մենք ուզում ենք բայկարենք, մենք իրար հետ պիտի բայկարենք։ Մենք չենք կարա, այսինքն մենք պետք է մերժենք ադելությունը ամենտեղ։ Լարա մենք խոսում ենք կանանց իրավունքներից, ֆեմինիզմից, ուր մնաց տղամարդկանց իրավունքների մասին խոսելը։ Բոլորը ինձ են ասում, բայց ասում են, որ տղամարդիկ արդեն իրենց բոլոր իրավունքները ունեն, պրիվիլեգիաները ունեն, ու իհարկե ֆեմինիզմը գին տղամարդու մասին չէ միայն, ինքը ամբողջ այս համագարկը փոխելու մասին է։ Սահմանադրության մեջ դնում ենք, որ խտրականություն պիտի չլինի, բայց իրական կյանքի մեջ դա անհավասարությունները շատ հայտնի են ու ոչ մի անհավասարություն պիտի չլինի։ Ֆեմինիստի համար գապ չունի կանանց հանդեպ է կամ ուրիշ, ինքը անդրադառնում է անհավասարությունների ընդհանրապես։ Հիմա տեսնում ենք, որ մեր հավասարության մեջ մեծ մասամբ կանանց է գտնում։ Դրա համար շատ ավելի կանանց իրավունքների մասին ենք խոսում, որովհետև այդ է հիմա այդ բանջը, որ տեսնում ենք ընդհանրապես հասարակության մեջ։ Հարցազրույց էիր տվել Միքայել Դանիելյանի մոտ ու խոսել էիր սեքս աշխատանքից։ Հենց այդպես sex work is work։ Դեռ մենք դրա մասին չգիտեինք, դեռ դրա մասին մեզ հայտնի չէր, բայց դու դրա մասին խոսել ես։ Ինչ է քո կարծիքով սեքս աշխատանքը եւ արդյոք պաշտպանված են սեքս աշխատող համայնքը։ Այ մոռացել էի այդ հարցազրույցս ճիշտ ասած լավ է հիշեցրեցիր այն ժամանակ երբ որ նոր էի եկել Հայաստան թեփք էլ եղեր մի հատ ժուրնալիստ էր եկել ու ինտերվյուներ էր անում հենց սեքս աշխատողներին թարգմանում է իրեն ինքը ֆրանսախոս էր ու իր հետ գնացել էի այդ սուկի մի հատ խանութ կար ու այնտեղ էին շատերը կանգնում ու կարողացել էր մի քանի հոգու համոզի ու այնտեղ ես շատ հասկացա ինչքան վատ է իրավիճակը որովհետև հասարակության մեջ դու չես տեսնում սեքս աշխատողներին, լսում ես իրենց մասին, բայց երբ որ արի թեղավ որ ավելի կարողանամ մոդիկից շփվեմ, շատ բաներ հասկացա, որ իմ մոդել կարծրատիպեր կոտրեց։ Ես մտածում էի առաջ, որ լավ, ոնց կարա մեկը տենց որոշի կամ սենցանի կամ տենցանի, կամ դա էքսպլոտացիա է, կամ տենց բան, հետո հասկացա, որ չէ, ամեն ինչ միանշանակ չէ, եւ ընդհանրապես շատ ահավոր իրավիճակում են մարդիկ հայտնվում, մանավանդ մեր նման հասարակության մեջ ընդհանրապես պաշտպանված չեն ու շատ անգամ նաև գրկնագի կասեի, որ իրենց ասենք ճնշում են, այսպես ասած, ու ոչ մի պաշտպանություն կամ հնարավորություններ չկան։ Ու երբ որ ես շփվում էի ու հասկացա, որ շատ կարևոր է, որ իրենց ցայներն էլ հասանելի լինի։ Ու շատ կուզենայի այդ ժամանակ, որ մարդիկ կարողանային խոսեին, իհարկե այդ ժամանակ շատ ավելի դժվար էր ու շատ ավելի փակ էր այս ամեն ինչը։ Բայց ես միշտ մտածել եմ, որ անկախ դրանից, որ բոլորը ինչ են մտածում, հենց սեքս աշխատողները իրենք են, որ պիտի որոշեն ու ասեն ինչ է դա աշխատանք է թե չէ, իրենք ինչ չափով ճնշված են թե չէ, ու ես փորձում եմ հետևեմ իրենց ասածներին, որտեղ իրենք են դրա խնդրի կրողը եւ իրենք են, որ ապրում են այդ ամեն ինչը ամեն օր։ Ես կարամ գողքից տեսնեմ, բայց այդ նույն բանը չեմ կարա ապրեմ։ Դրա համար վստահում եմ իրենց ապրածին ու փորձում եմ իրենց աճակցեմ ինչքան հնարավոր է։ Ով է Լարան ընտանիքում։ Լարան մամա է։
ինչպես կասեին շատ մտեղեր ավանդական ընտանիքի մայր։ Փորձել եմ իմ ընտանիքիս մեջ էլ երեխեքիս միշտ սովորացնել այդ արժեքները, որուն հավատում եմ։ Շատ դժվար էր այս հասարակության մեջ երեխաներ մեծացնել եւ նաեւ հեշտ էր, կասեի։ Հեշտ էր, որովհետեւ մարդիկ շատ ավելի հասարակություն շատ ավելի մարդկային է, շատ ավելի ընդունակ է, շատ ավելի տոլերանտ է, որովհետեւ դու կարողանաս թե ասենք ծնող լինես, թե աշխատես, թե բայկարես։ Դժվար է, որովհետև նաև շատ այդ անիրավությունները տեսնում ես անարդարությունները նաև երեխաների կյանքի մեջ, եւ որ իրենք դպրոց են սկսում, ինչ են սովորում այնտեղ, դու փորձում ես այդ իրենց ամեն սովորածը մի հատ վերանայես, երբ որ դուն են գալիս, փորձում ես իրենց հասկացնես, որ չէ, դենց չի լինում, ուրիշ ցևով է։ Անկեղծ եմ ասում, դա ամենակարևորն է, ճիշտ կրթություն, ճիշտ դաստիարակություն։ Այո, դու օրինակելի ծնող ես իմ համար։ Իհարկե դա շատ դժվար է լինում, որովհետև երեխեքը նաև երկու բանի մեջ են լինում։ Համ իրենց իրականությունը դպրոցում ուրիշ է, համ էլ նաև իրենք կարողանում են դարածք ունեն դանը, որ այդ հարցերը բարձրացնեն եւ ընտրեն իրենց համար, որ ինչը ճիշտ է, ինչը սխալ։ Ու ես շատ կարևորում եմ այդ կոմունիկացիան որպես ծնող, անընդհատ ունենալ։ Անկախ ուր ես գտնվում, Հայաստանում, Կանադայում կամ ուրիշ տեղ։ Լրջան կանանց բռնությանը վերադառնանք, շեշտեցի, որ գյուղերում էլ ավելի վատ է։ Մենք երբ որ հոթլայնը աշխատում էինք հոթլայնով, ավելի շատ մեզ զանգում էին Երևանից դուրս, մարզերից, որովհետև այնտեղ շատ ավելի քիչ էին հնարավորությունները աջակցության եւ նաեւ ավելի փոքր էր համայնքները, ավելի քիչ էին, ավելի իրար ծանոթ էին, այսպես ոստիկանը ծանոթ էր։ Հենց կոնկրետ տվյալներ չեմ կարող տալ, բայց շատ անգամ որ գնում ենք համայնքներում եւ մարզերում շատ ավելի լսում ենք դեպքերի մասին։ Երևանում մի քիչ ավելի բարձրացնում են, որովհետեւ ավելի գետրոնացած է շատ անգամ, բայց հիմա որ ճգնաժամային կենտրոններն ական տարբեր մարզերում ահագին լավ գործ են տանում կանայք, մասնավորապես կանանց կազմակերպությունները, ու մարդիկ թիմում են արդեն շատ մարզերում, որ առաջ 10 տարի առաջ անհնար էր մտածել, որ կարելի էր տենց թիմել։ Նաև մենք քայլարշավ ենք անում, այդ քայլարշավը շատ է օգնում, որպեսզի մենք հայտնաբերենք նաև դեպքեր։ Այդ քայլարշավի ընդհանրության մենք կարողանում ենք գնանք համայնքների մեջ եւ խոսել անմիջապես եւ հարցեր տալ եւ նաեւ լսել մարդկանց, որ ինչ խնդիրներ կա, որտեվ շատ անգամ ոչ մեկը չի գնում հարցնի ինչա կատարում։ Ես ահավոր շատ եմ սիրում ձեր քայլարշավները։ Նամանավանդ ես հետևում եի Գեղարքունիքի մարզում, ինչ էի կանում, ահռելի փոփոխություններ եք արել։ Մարդկանց սխալ կարծրատիպերն եք կոտրել կնոջ մասին, այդ բռնության մասին։ Այո, մարզերում կան ընտանիքներ, որոնք որ ասում են, ոչինչ իմ ամուսինն է, հանկարծ չխայտարակվենք, չգիտեմ, երեխաներից վրա չազդի եւ այլն, բայց իրանք չեն մտածում, որ դա ավելի վատ իրենց համար։ Կհիշես մի պատմություն, որը կպել է քո սրտին, այնպես բռնության կանանց։ Ինձ շատ կպել է, ճիշտ ասած վատ պատմություն է մի քիչ, որովհետև իմ վրա շատ է ազդել, եւ որ մի հատ դեպք մգար, Մարոյի դեպքը, որ շատ անգամ եմ պատմում դրա մասին, որովհետև իրոք ինձ այդ ոնց որ փոփոխեց ինձ շատ այդ դեպքը, եւ որ մենք զանգը ստացանք, մի հատ նկարիչ էր, որ ծանոթ էր այս ընտանիքին, որ մի հատ կին մահացել է, սպանվել է կարծում են եւ այլն, վստահ չեն ամուսնու կողմից։ Առավոտ էր գնացինք ու արդեն հուղարկավորություններ այդ կնոջը։ Ու մենք մտանք այդ ընտանիքի մեջ ու ծնողները մի քիչ ասեցին վստահ չեն, մտածում են ամուսինն է սպանել եւ այլն։ Ու ոչ մի բան չկար, ասենք, այդ կինը պիտի թաղեին ու վերջ, ոնց որ պիտի փակվեր այդ ամեն ինչը։ Այդ նկարիչը, որ իմ հետս էր, ասեց ես ծանոթ եմ իրենց, արի ես կամերա ունեմ, մի հատ կարողանանք նկարենք այս կնոջ մարմինը, որտեվ հետքեր կան ու այդ հետքերը բաները չեն կարողացել ոչ մի բան անեն, չեն նշել այդ ամեն ինչը։ Ասեցի, եթե կարող ես, քեզ վստահում են, հարցնենք ընտանիքին եւ այդ ընտանիքին կարողացավ ինքը համոզել, բոլորին դուրս հանեցինք, այդ մարմինը կարողացանք նկարել, այդ հետքերը, բաները, որ լիքը հետքեր կար, ասենք ուսին, էստեղ եւ այլն, ոտերին, որ ընդհանրապես մեզ պետք կլիներ հետո դատավարության կամ քննության ժամանակ։ Ու դա իմ վրա շատ ազդեց իրականում։
Աթեփքը մինչև հիմա մենք հետևում ենք, ինքը արդեն հասել է եվրոպական դատարան, բայց ոչ մի թեր բան չկա, ընթացք չկա դրան։ Բայց այդ օրվանից ես հասկացա, որ դատաբժշկական այս ամբողջ համագարքը դատական ինչքան վատ վիճակում է եւ ինչքան բաներ բռնության դեպքեր կան, որ սենց անցնում են լրելիան լրություն է ընդհանուր դիրում ու դա այն վրա աստեց այդ առումով որ ես կարողանամ քոնե այս ամեն ինչի մասին խոսամ որովհետեւ հանգարց կանխել ուրիշ այսպիսի դեպքեր ինչքան խոսում ես այնքան կարողանում ես ասենք մարդկանց ասել քոնե որ այդ ամենավատ դեպքում դու մենակ չես ես կարամ գողքիդ լինեմ եթե պետք լինի արի միասին բայկարենք եթե գարիքը սկում ես կամ եթե մտածում ես որ դա քեզ կօգնի Թակուի թեփքն էլ իմ վրա շատ աստեց որտեվ ինքը մի քիչ սենց քոնե հետո բայկարող թեփք եղավ այդ առումով որ կարողացավ փրկված էր Թակուհին չնայած որ իր մայրը չփրկվեց Դա հասար սուրտ է Հա եւ Թակուի նաեւ շատ տարածվեց իր այս պատմությունը եւ ինքը շատ է խոսում դրա մասին ու շատ կարեւոր է ու ամբողջ կյանքը փոխվեց դրանից հետո ու ցույց տվեց որ այո հնարավոր է այս ամեն ինչը կարող է ապրես բայց սա վերջը չի վերջը որ դու շարունակես ապրել ու բարելավել քո կյանքը ու գողքինները քեզ կարողանան աճակցեն ու այդպիսի հասարակություն գառուցենք որ մարդիկ դադարեն բռնությունը եւ լինեն դուժողի կողքին անընդհատ եւ ոչ թե հակառակը Խոսենք տրանսնեարականությունից եւ ֆեմինիզմից մի հանդիպման ժամանակ արտահայտեցիր այսպիսի մի նախադասություն որ տրանս կանայք նույնպես կանայք են Մենք նաեւ տրանս կանայք ենք նաեւ լեսբիան եւ բիսեքսուալ կանայք ենք որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ Երբ որ խոսեցիք հա տրանս կանայք նույնպես կանայք են դրանից հետո ինչ արձագանքներ եղավ Վաու Այդ կարծեմ ուրբաթ օր էր, շատ լավ եմ հիշում, որտեվ հաջորդ օրը ամեն ինչ փակ էր, մարտի 8-ն էր ու կարծեմ հեղափոխությունից հետո առաջի մարտի 8-ն էր, որ մենք հրավիրվել էինք ԱԺ, որպեսի միջոցառում կար, որտեղ ելույթ պիտի ունենային դարբեր կին պատգամավորներ։ Այնտեղ շատ մարդիկ էին խոսում ու երբ որ ես սկսա մտածել, որ լավ, այս մարդիկ խոսում են ոնց որ մեկ տիպի կանանց մասին։ Բա ուր են բոլոր կանայք ու տենց խոսեցի ընդհանուր կանանց մասին։ Ու իհարկե մտքովս չէր անցնում, որ դա կխանգարի մեկին, որովհետև շատ սովորական բան էի ասում, ցենց եսի ինչ մեծ բան չէի ասում, բայց իհարկե ինչպես որ գիտենք, մանիպուլացվելու համար այս բաները պետք է մարդկանց ու հենց արդեն դուն չէի հասած, կարծեմ, արդեն սոցիալական մեդիան լրիվ սենց շերեր արել այդ հատվածը մասնավորապես տրանս կանայք են sex worker կանայք են ու սենց ամեն տեղ էր թեմքը social media-ում ու հետևի սկսվեց սենց ատելության խոսք սպառնալիքներ սպաննելու բռնաբարելու ձեձելու եսի ինչ անելու մի քանի օր ես փակվեցի տանը ուղակի տնից դուրս չեկա ու ոչ մի բան չէի անում չէի ուզում ընդհանրապես դուրս գայի որովհետև չգիտեի որ մի մարդ սենց այս ամեն ասածից ասենք կողքեվորվի այսպես ասած ու առաջի անգամն է իրոք շատ սենց միանգամից էր ու շատ սենց գետրոնացած ու անընդհատ ասենք գալիս էր մեսեջները ամեն տեղերից դրանից առաջ էլ գարի մոտ սկսեց 2013-ից կոնկրետ ծևով հետո շարունակվեց հետո սենց բաներ ուներ սենց ալիքային սենց մեկ բարձր մեկ ցած նայած ինչեր կատարվում քաղաքական ոլորտում փաստաբանիս հետ էի խոսում ու որոշեցինք միասին հենց երկուշաբթի լինի կգնանք ոստիկանություն որտեվ ուրիշ ծև չկար Քո անունը նաև կապում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հոգեբարձությունների խորհրդի անդամ որպես Ախր շատ անգամ բացատրել եմ ես, բայց ոչինչ, մի հատ էլ կբացատրեմ։ Շատ վաղուց հեղափոխությունից առաջվա անդրություններից առաջ, եւ որ առաջին անգամ Փաշինյանը ընդրվեց, դրանից առաջ, եւ որ քաղաքականության մեջ չէր, Փաշինյանի շուրջ հավաքվել էին քաղաքացիական հասարակությունից տարբեր խումբեր եւ հասարակական գազམ་ակերպություն էր հիմնված իրանց կողմից, որ ուզում էր փոփոխել նարատիվները ընդհանրապես քաղաքականության հետ կապված։ Եվ իրենք ունեին նաև հիմնադրամ, որովհետև չէին ուզում կոռուպցիայի դեմ պայքարելու դեմ, որ կոչվում էր վերադարձ հիմնադրամ, եթե ճիշտ եմ հիշում, որ
ոնց որ գումարները, որ աճակցի այս հասարակական գազམ་ագործության լինի հետևած տարբեր մարդկանց կողմից եւ մի հոգի չվերցնի այդ ամենը, ոնց որ բորդի նման։ Ու տարբեր հասարակական գազམ་ագործություններից խնդրեցին, եթե հետաքրքրված են, կուզենան վերահսկեն այս հիմնադրամին, ասեցինք այո, օքեյ, որովհետև հանդիպեցի, տեսա որ ժողովրդավարության մասին են խոսում, մարդու իրավունքների մասին, ուզում են լավ փոփոխություններ ունեն երիտասարդական։ Ասեցի, հա, ինչ է իմ գործը, վերահսկել այդ, ասենք, երբ որ մարդիկ, ասենք, փող էին փոխանցում, ուզում էին աճակցեին այդ ամեն ինչը վերահսկել, ու այդպես մնացի ու հետո արդեն փոփոխվեց, բայց երբ որ գուսակցություն դարձավ այդ հասարակական գազམ་ագործությունը, ես արդեն չուզեցի մաս կազմել, ես ոչ մի գուսակցության մաս չեմ կազմում, դրա համար ինձ համար հետաքրքիր չէր։ Մնացինք այդ հիմնադրամի մեջ, ինքը ոչ կորձուն հիմնադրամ էր վերջում, բայց մարդիկ բրբդեցին, ասեցին, հա, գապը կա իրանց հետ եւ այլն։ Դե ով ուզում է, այդպես ասում է, չնայած որ ես շատ անգամ ասել եմ, նույնիսկ այդ աստիճանի, որ ես այդ ելույթը ունեցա մարտի 8-ից, մարդիկ նույնիսկ մտածում էին, որ ես պատգամավոր եմ։ Ինչքան մարդ ինձ գրեց, մանդատը դիրվար։ Ասում եմ, բայց ինչ մանդատ տնեմ, ես չունեմ, ասենք։ Նույն պատմությունն է, որ երբ որ ես ազգային ժողովում էի հայտնվել, ինձ ասում էին, ոնց եղավ, որ դու հասար, ուրեմն նիկոլականներն են քեզ օգնել հասար։ Մարդու իրավունքներին նվիրված լսումներ էր եւ ազգային ժողովի կայքեջում դրա մասին հրապարակվել էր։ Ես էլ ցանկացա որպեսի մասնակցեմ, հա։ Ինձ մինչեւ հիմա այս падգամավորին զրկեք մանդատից եւ այլն եւ այլն։ Նույն ցևով այդ աստիճանի, որ ես երբ որ այդ Freedom կոնֆերանսին էի, խնդրեցի մի հատ Փաշինյանից, որև նույն բանի վրա էինք, ասի խնդրում եմ մի հատ բարձեք, որտեղ մինչեւ այսօր ինձ ասում են մանդատդ վայրթիր ու ես падգամավոր երբեք չեմ եղել ու չեմ էլ ուզում լինել։ Ինչու կառավարությունը չի ներառում տրանս հարցերը իրենց օրակարգում, մասնավորապես LGBT հարցերը։ Նախ իրենք մաս են կազմում այս հասարակությանը։ Հասարակությունը մեծ մասամբ շատ տրանսֆոբ է, շատ հոմոֆոբ է, լեսբոֆոբ է, դրա համար ինքը կրում է այդ արժեքները, այդ վախերը կան իր մեջ։ Հետո ինքը այդ վախը ունի, որտեղ մանիպուլյացիա կա, ասենք օպոզիցիան շատ անգամ օգտագործում է մեր բայկարները եւ մեր ինքնությունները, որբեսի այս հասարակության մեջ ցույց ավելի վախերը vocation չեցնե, դրա համար այս կառավարությունը զգուշ է փորձում մտածում է, եթե ինքը դրա մասին չխոսա, ավելի քիչ իր վրա կհարցակվեն, ավելի իրեն կշարունակեն միգուցե ընտրել։ Մի կարևոր բան բաց է թողում, որ ինքը այս հեղափոխությունը արեց, որովհետեւ հենց այս իրավիճակը չի շարունակվի։ Եվ եթե ինքը վախենում է ու կամքը չունի, ասել է այս հեղափոխությունը բարապի արեցինք, եթե մենք բոլորս չենք կարա այդ շանսը ունենանք լավ ապրելու այս երկրի մեջ։ Արդյոք կանայք ներգրաված են քաղաքական տարբեր որոշումներ կայացնելու գործընթացներում։ Այս կարևոր հարց է դարումով, որ ինչ անշանակում ներգրաված լինել։ Հա, իրենք ներկայ են, որպես ներկայացուցիչ կանանց ֆիզիկաբես, բայց արդյոք իրանց հետ բերում են այդ խնդիրները, որից դուժում են կանայք։ Եթե այնտեղ գնում են որպես կին, բայց քաղաքականությունը անում են որպես տղամարդ, իմաստ չկա։ Բայց եթե իրենք գնում են այնտեղ որպես ջնշված խումբի ներկայացուցիչ ու խոսելու են բոլոր ջնշվածների անունով, դա արդեն փոփոխություն կբերի ու ես դա չեմ տեսնում այդքան, մի քանիսի մոտ տեսնում եմ, շատ քիչ են ու շատերն ալ նաև մեր հասարակական գազམ་ագործություններից են ու իրենք գրողն են այդ արժեքների, կանայք ավելանում են, բայց չի նշանակում, որ բերում են այդ խնդիրները, որ իրենց նմանները շատ անգամ դուժում են, չունեն հնարավորություններ, կարծես հասնում են քաղաքականություն, մտածում են, չէ, ես եթե հասա, ուրեմն կարելի է, ոչ։ Եթե դու հասար, չի նշանակում, որ բոլորը կարող են ունենան այդ խոսքը կամ այդ իրավունքը, որ դու ունես։ Ու դրա մասին խնդիր է, որտեվ ես չեմ տեսնում այդ փոփոխությունը։ Միայն թվերով չէ։ Պետք է նաև ռեալ բերեն այդ նարատիվը փոխեն եւ բերեն այդ ամեն ինչը, որու համար իրենք հասել են այնտեղ։ Ինչու հասարակական կազմակերպությունները չունեն աջակցություն, ֆինանսական աջակցություն եւ առհասարակ աջակցություն պետության կողմից։ Չունեն, որովհետեւ մեր պատմության մեջ, ասենք այս կարճ պատմության մեջ հասարակական կազմակերպությունները հեղափոխությունից առաջ իրենք ոնց որ իրենք լինեին օպոզիցիան ու իրենք էին բայկարում, որ փոխվեր
քաղաքական դաշտը եւ դրա համար էդության կողմից իրենք տեսնվում էին որպես օպոնենտներ, այսպես ասած, ու ինչքան իրենց ճնշվեին, այդքան իրենց ուժը կմնար։ Իհարկե նորմալ երկրում պիտի որ աջակցությունը լինի, որովհետև մենք չենք կարող ժողովրդավար երկիր լինենք, եթե չունենք ակտիվ քաղաքացիական հասարակություն եւ խումբեր, որ պաշտպանում են իրենց իրավունքները եւ բարձրացնում են հարցեր։ Հենց քաղաքացիները նաեւ պիտի աջակցեն այդ ամեն ինչին։ Ուրիշ երկիրներում օրինակ մարդիկ ամսական, ասենք, նվիրատվություններ են անում, հարգերից գումարներ է գնում որոշը, որ քաղաքասարակության է գնում։ Հույսով եմ, որ մի օր մենք էլ կհասնենք դրան, որ կարողանանք այդ աջակցությունը ունենալ։ Իհարկե շատ անգամ չունենք նաեւ որտեւ այդ մանիպուլյացիան կա, այդ disinformation շարժումները կան, որ սխալ բաներ են տարածում եւ շատ ավելի ռեսուրսներ ունեն, որ մեր մասին շատ վատ բաներ տարածեն, մանիպուլացնեն, դրա համար այդ վախերը հեշտ ձևով ավելի արդատրվում է եւ դժվար է լինում մեզ համար բայկարել, որտեւ իրենց ռեսուրսները շատ ավելին են ու շատ արագ իրենք այդ մանիպուլյացիաները տարածում են մեր մասին։ Լարա ջան, խոսենք ռադիկալ ֆեմինիստների մոտեցումից։ Ինչու են իրանք մերժում տրանս կանանց կին լինելու գաղափարը։ Ճիշտ ասած, ես գիտեմ ֆեմինիստներ, որ մերժում են կամ չեն ուզում տեսնեն իրենց շրջապատում կամ իրենց տարածքներում մեջ բերելով ապահովության եւ այլ անվտանգության, ու ես դա չեմ հասկանում, որովհետեւ ես կարծում եմ, որ մենք չենք կարող բայկարենք, մենք չենք կարող ֆեմինիստ լինենք, եթե չենք բայկարում բոլոր կանանց հետ ու միասին, ու բոլորը, որ ասենք ունեն այդ ջնշված իրավիճակը։ Դրա համար գիտեմ, որ շատ կա Հայաստանում չէ միայն, անավանդ Ամերիկայում շատ կա այդ շարժումը ու շատ ուրիշ երկրներում։ Ու տարբեր պատճառներ ունեն, որտեվ տեսնում են, որ իրենց կխանգարի գին լինելը մի տեսակ է, գին, չգիտեմ, դենց մարմնի հետ կապված նաև, անվտանգության հետ կապված, բայց ես դա ընդհանրապես չեմ հասկանում։ Ես կարևորում եմ տրանս կանանց շարժումը, որտեվ իրենք շատ բարձրացնում են այդ քո մարմնի կողմնորոշումը, կոնտրոլ ունենալ քո մարմնի վրա, քո դեսքի վրա, քո ինչպես լինելու վրա։ Մենք շատ կարանք դրանից նաև սովորել, օգտվել նաև, որովհետև մենք շատ ենք խոսում վերահսկել մեր մարմինները եւ տրանս կանայք, տրանս անձիկ ամենաշատն են այդ վերահսկողության մասին բարձրացնում իրենց մարմնի վրա, փոփոխությունների մասին, ինչպես պիտի լինի մարմինը, ինչ է ճիշտը, ինչը սխալը եւ այլն, ու դա կարեւորում եմ շատ, ու դրա համար տեսնում եմ տրանս կանանց հենց ֆեմինիստական շարժման մեջ, որովհետեւ այդ ամեն ինչի մասին է բայկարում, որում մենք էլ մեր մարմնի կոնտրոլի մասին ենք խոսում դարբեր ձևերով, որ ով իրավունք ունի, ով չունի, մեր սերականության մասին, մեր աբորտ անել չանելու մասին, նույն այդ վերահսկողության մասին է, որ պատրիարխատը մեր վրա բարդատրում է, որ ես եմ որոշում, որ քո մարմինը ոնց պիտի լինի։ Թե գին լինես, թե տրանս կին լինես, կապ չունի, ես որոշում եմ։ Ու դրա համար այդ պայքարը մեզ միացնում է։ Մենք նույն բանի թեմ ենք պայքարում, որ վերականգնեցնենք հսկողությունը մեր մարմնի վրա։ Մենք որոշենք մեզ համար։ Վայրեր կան, որոնք որ հասանելի չեն տրանս համայնքին։ Սկսում են բաշխումներ անել, տղամարդկանց զուգարանը ուրիշ է, կնոջ զուգարանը ուրիշ է, կա երկու սեր, դու պետք է այս մյուս զուգարանից օգտվես եւ այլն։ Շատ կարեւորում եմ, որովհետեւ տրանս կանանց եւ տրանս մարդկանց շարժումը շատ բաներ ա փոխել հասարակության մեջ եւ ես գոհնակից եմ բոլոր այդ շարժումներին, որ պատրիարխալ հայրիշխանական արժեքները մի քիչ sense կոտրում է ու տրանս մարդիկ շատ են դա անում, թե իրենց մարմնով, թե իրենց ինքնությամբ, իրենց սերականությունով, իրենց կենտերային ինքնությամբ ամեն ինչով դա անում են, թե իրենց տեսքով էլ այդ խումբը շատ կարևոր թեր ունի, որտեվ լավ sense մի հատ թափ է տալիս այդ ամեն ինչին եւ ստեղծում է նոր տարածքներ, որում մասին խանգարում է այդ մարդկանց բանը, որ լավ, գինը ոնց պիտի լինի, տղամարդը այդ կոդրում է այդ կարծրատիպերը, որ չէ գինը էս մի տիպի պիտի լինի, տղամարդը մի տիպի։ Ու կարողանում է տրանս շարժումը մի քիչ փոփոխի այդ տեսակետը եւ ընդունելի դարձնի, որ մարդիկ շատ տարբեր են ու շատ բազմազան են, մեր կարծածից շատ ավելի, ու մենք պետքա դա տեսնենք որպես հարստություն, որպես լավացնելու առիթ մեր առօրյան եւ մեր չգիտեմ ամեն ինչը։ Զուգարանների օրինակն են միշտ բերում, այսինքն չեմ հասկանում դրա ֆիքսվածությունը, ախր չեմ հասկանում, որ դու զուգարան ես գնում, մեկա թուրը փակում, նստում ես, ինչ ուզում ես անում ես։ Հիմա նույն ժամանակ գողքդ մտավ ուրիշ
ինքնությամբ մարդ քեզ ինչա դա խանգարում հո չգիտեմ ես ունիտասները գողկողքի չեն դրված որ նստես ասենք իրար նայես կամ վախենաս իհարկե պատճառաբանությունները շատ են անվտանգություն եւ այլն ադամենը մանիպուլյացիա եմ ես տեսնում բռնաբարություն կարող է լինի ոյ չգիտեմ այդ տարբեր բաների իհարկե այդ վախերը այդ նույն շարքից է որ ինչքան վախեցնենք որ հանգարտ բան չանենք մյուս բանը երեխաներին վայ երեխաներին չասենք դրա մասին վայ երեխաները վաղուց արդեն իրենց սոցիալական մեդիաներում այնքան բաներ են տեսնում շատ բաներ կա որ երեխաներին ավելի պիտի մտահոգերցես ասենք այդ բռնությունը որ տեսնում են փողոցում խաբեբայությունը չգիտեմ պատերազմները այդ բաներին չեն մտահոգվում կամ չեն նեղանում դրանից հենց մի հատ տրանս մեկը քայլում ա կամ մի քիչ տարբերվող վсё դառնում ա ոնց որ շատ ջնշող մի բան երեխաների համար այդ երեխաներ կա որ ամբողջ օրը բռնություն են տեսնում իրենց տան մեջը ձեզ ու չարդ ու չգիտեմ խոսելու ցև դրա մասին ոչ մեկը չի անհանգստանում են երբ որ տեսնում են մի հատ տրանս գին փողոցում քայլում է ու դա ինձ ուղղակի ապշեցնում է փոքրուց երեխաներին պիտի սովորացնենք որ մարդիկ շատ տարբեր են լինում այդպես է որ միան մենք կարանք կանխենք այդ բուլինգը դասարանում փոքր տարիքից երեխաները տարբեր են մեկը երկար մազասիրում երկար մազով է գալիս մեկը ակնոցներով է մեկը սալյակով է մեկը չգիտեմ թոթով է խոսում մեկը գա որ ասենք ամաչում է կամ գարմրում է կամ չգիտեմ տարբեր ցևերով է կամ մի քիչ sense ավելի ցերքերով է խոսում բան ինչ է նշանակում դա ասենք մենք երեխաներին սկիզբից պիտի սովորացնենք որ բոլորն էլ մարդ են բոլորն էլ հավասար իրավունքներ ունեն ոչ մեկին պետք չէ անհարգել ինչ էլ լինի կարող ես չընդունես չսիրես դուրդ չկա բայց չի նշանակում որ պիտի անհարգես կամ փնովես կամ չգիտեմ բռնություն կործադրես ու դա կարևոր կրթության մասն է Հիմա մի փոքրիկ խաղ ենք իրար այդ խաղալու եթե դու լինեիր առողջապահության նախարարը ինչ կփոխեիր ամեն ինչ կդարձնեի շատ ներառական ամեն ինչ ամենաբարձ առաջին մուտքից զանգից որ զանգում են մարդիկ կանչում են ասենք բան սկորի շատ պիտի ներառական լինի այդ ամեն ինչը եւ բոլոր մարդկանց 6 ամիսը մեկ sense training կանցկացնեի որ sensitive լինեն տարբեր մոդեցումների եթե դու լինեիր արդարադատության նախարար Wow, ամեն այդ օրենքները, որ կարևոր են կանցկացնեի շատ արագ, մեխանիզմները կստեղծեի եւ խորհուրդների մեջ տարբեր անպայման վստահ կլինեի, որ լինեին տարբեր ծևի մարդիկ, տրանս համայնքից, քույր համայնքից, կանանց, որբեսի իրենք միշտ ինձ խորհուրդ տան, որ ինչն ա վատ լինում ու ինչը պետք է փոխել։ Եթե դու լինեիր մարդու իրավունքների պաշտպանը Եվ եթե լինեի մարդու իրավունքների պաշտպանը, ավելի կբարձրացնեի ու դեսանելի կդարձնեի ամենաջնշվածների ցայնը ու անընդհատ ոչ թե տարին մեկ անգամ, բայց շատ ավելի շուտ զեկույցներ կանեի, խոսեի դրա մասին եւ շատ կմիանայի բոլոր միջոցառումներին։ Եթե դու լինեիր ոստիկանապետ Ես երբեք չէի լինի ոստիկան։ Ոստիկաններին կսովորացնեի, որ կամ ավելի կթրթրեի, որ ամիսը քոնե 5 ժամ իրենք պետք է կամավորություն անեն մի հատ տրանս կազմակերպության մեջ կամ քույր կազմակերպության կամ աշխատանքություն ունեցող կազմակերպ։ Դա բարդաթիր կլիներ։ Աշխատանքի մաս կկազմեր։ Եթե դու լինեիր կրթության, գիտության, սպորտի նախարարության նախարար Կրթության մեջ մասնավորապես շատ բաներ կփոխեի ամեն ինչ կհանեի որ խտրական հիմքեր ունեն եւ դեսանելի կդարձնեի բոլոր այդ մարդկանց պատմությունները որ ընդհանրապես լրացրել են կամ չկան դա լինեն կանայք դա լինեն տրանս մարդիկ քվիր մարդիկ եզդի կանայք եզդի մարդիկ տարբեր բոլորին պատմությունները բարդաթիր կդարձնեի եւ բոլոր շարժումների մասին պետք է բոլորը իմանային իրավունքների հետ կապված։ Եթե դու լինեիր բռնությանը ենթարկված կին Գտիմեի կանանց կազմակերպություններ կփորձեի բոլոր աջակցությունները ստանալ ու եթե երեխաներ ունեի ամեն ինչ կանեի որ իրենց ավելի լավ միջավայր ստեղծեի հերու բռնությունից Շնորհակալ եմ շատ Լարա ջան շատ ուրախ եի քեզ ընդունել որպես իմ հյուր Մերսի քեզ ես էլ Շնորհակալություն մեր ոդքասթը դիտելու համար։ Եթե ունեք մեկնաբանություններ, կարող եք այն թողնել մեկնաբանություններ բաժնում, մենք անպայման դրանց կանդրադառնանք։ Չմոռանաք նաև սեղմեք զանգակի կոճակի վրա, որպեսզի բաց չթողնեք մեր ոդքասթերի շարքը։
Կհանդիպենք շուտով։ 3, 2, 1.